Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Գագիկ Ծառուկյանը բանտից հայտարարություն է արել իր նկատմամբ գործը համարելով սարկված, իսկ տեղի ունեցածը Բարգավաճ Հայաստանի մանդատները խլելու շարունակություն։ Նիկոլ Փաշինյանը սա Թալանի դեմ պայքար է համարում։ Ձերբակալվել է նաև Ծառուկյանի թիմակիցներից Արեգ Նազմանուկյանը, դատարանը քննում է նրա կալանքի հարցը։ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը 4 օր կապարակնքված մնալուց հետո վերսկսում է աշխատանքը, առավոտյան բողոքի ցույցեր։ Ուժեղ Հայաստանի ցուցակի վերջին համարները զանգվածաբար ինքնաբացարկ են հայտնում, արդյոք կուսակցությունը մաքրում է շարքերը նոր գումարման խորհրդարան գնալուց առաջ։ Ընտրություններից հետո Բաքվից արտգործնախարարի մակարդակով հիշեցրել են խաղաղության պայմանագրի իրենց նախապայմանը՝ սահմանադրության վերանայումը։ Փաշինյանն այսօր հայտարարել է սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, իրենց քաղաքական ուժի ծրագիրը։ Արտասովոր դեպք Սյունիքում Գայլի հարձակումից 6 տուժած կա, այդ թվում երեխա, տուժածներից մեկը ծանր վիճակում է։ Իրանում ԱՄՆ հարձակումների հետևանքով 14 զոհ և տասնյակ վիրավորներ կան։ Իրանն իր հերթին հարվածել է հարևան երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ մի քանի օր է զրկված է ազատությունից, առաջին հայտարարությունն է տարածել բանտից պնդելով. իր հանդեպ իրականացվողը ակնհայտ կեղծիք է, իսկ Բարգավաճ Հայաստանը պետք է լիներ խորհրդարանում, եթե իշխանությունները կամայական որոշմամբ իրենց քվեները չփոշիացնեին։ Ծառուկյանի տանը օրեր առաջ խուզարկություններից, տեսախցիկների առջև գետնին տապալելուց հետո նրան մեղադրանք առաջադրեցին խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Նիկոլ Փաշինյանը, ով նախընտրական շրջանում կոշտ էր արտահայտվում քաղաքական մրցակիցների վերաբերյալ, խոստանում ասֆալտին փռել, այսօր ասել է Ծառուկյանին գետնելու կադրերը չի տեսել, տեղի ունեցողն էլ համարում է Թալանի վերադարձ։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը ազգային անվտանգության ծառայության բանտախցից առաջին անգամ արձագանքել է իր շուրջը տեղի ունեցող գործընթացներին։ Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող մեղադրանքը որակել է սարքովի գործ, իսկ տեղի ունեցածը ԲՀԿ-ի մանդատների գողության շարունակություն։ Իշխանություններին կամայականության մեջ մեղադրող և հանրային համերաշխության կոչ անող Ծառուկյանը իր տեքստում չի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ փուչիկ գործ, իմ խիղճը հանգիստ է։ Ցավոք Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է խոհեմություն։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ եւ ասում եմ հիմա, ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Թե ում է ուղղված համերաշխության կոչը եւ ում է Ծառուկյանը մեղադրում իր նկատմամբ տեղի ունեցած անարդարության համար, տարածված հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցնում։ ԲՀԿ առաջնորդն արդեն երրորդ օրն է կալանքի տակ է, նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով։ Գլուխները պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանն ու նրա ընկերություններում տեղի ունեցողին այսօր հրապարակային առաջին անգամ անդրադարձավ նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլից թիրախավորել էր Ծառուկյանին, սպառնացել նրան ոչ միայն բանտ ուղարկել, այլև ունեզրկել։ Վարչապետին այսօր հարցրինք՝ գոհ է իրավապահների գործողություններից, համարում է իր խոստումն իրագործված։ Փաշինյանը հասկացրեց, որ գործընթացները դեռ ավարտված չեն։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա այն, ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Այն ժամանակ, երբ որ մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, այդ դեպքում, որ խարդախությամբ եւ գցելով հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվության, ոչ չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի առանձնատուն ներխուժած ազգային անվտանգության ծառայության զինված եւ դիմակավորված ներկայացուցիչները նրան գետնին էին տապալել, նկարահանել այդ կադրերն ու հրապարակել։ Այսօր արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են տեղի ունեցածն ու ընդգծել։ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել։ Այն դեպքում, երբ նա որևէ դիմադրություն չի ցուցաբերել։ Ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների գնահատմամբ Բարգավաճ Հայաստանի առաջնորդին գետնին տապալելն ուղիղ կապ ունի նախընտրական փուլում վարչապետի հայտարարությունների հետ։ Ինքը Փաշինյանը այսօր պնդեց, թե աղմուկ բարձրացրած այդ կադրերը չի տեսել։ Միևնույն ժամանակ տարակուսեց, ինչու ասֆալտին փռելու իր նախկին հրահանգներն ավելի վաղ չեն կատարվել։ Ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցը թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։ Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ շեշտեց, ժողովուրդն է իրեն գործելու մանդատ տվել։ Սա մի մեկնաբանություն է, որ վարչապետից հաճախ ենք լսում, երբ ընդդիմախոսներին բանտարկելու, նրանց ունեցվածքը խլելու հայտարարություններ է անում։ Այդպես էր բացատրել անգամ անկախ մարմին համարվող բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղարկված SMS-ը, որով նրան հորդորել էր լքել պաշտոնը։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը հարցնում է, ով եւ ինչպես է չափել հանրային պահանջը, որին պարբերաբար հղում է անում վարչապետը։ Ժողովրդավարությունը ժողովրդի Facebook-ում պահանջը չէ։ Եթե մենք իրապես ժողովրդավար հասարակություն ենք ուզում ստեղծել, մենք պետք է ունենանք ուժեղ ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում եւ պետք է ունենանք արդյունավետ զսպիչների եւ հավասարակշռների մեխանիզմ։ Մենք արդեն չունենք դա օրենսդրությամբ, իրականում բավականին խնդրահարույց է դա, իսկ երբ որ մենք դա տեսնում ենք արդեն ընտրովի եւ հատկապես գործադիր իշխանության կողմից կիրառման դեպքում, որևէ կերպ չի հավասարակշռվում եւ որևէ իրականում զսպիչ չկա, հա, ասենք այդ գործողությունների, մենք իրականում ունենում ենք միանձնյա կամ համանման ինչ-որ կառավարում, ոչ թե ժողովրդավարություն։ Իրավապահ համակարգից վարչապետը կարծես թե գոհ է, Նիկոլ Փաշինյանն ասաց, նրանց հարցեր չունի։ Դժգոհ է դատական համակարգից, պնդեց, թե դատավորների շարքերում նախկիններին պաշտպանողներ կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ծառուկյաններին պատկանող Արարատ ցեմենտը շատ շուտով պետականացվելու է։ Իրավիճակը համեմատելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում տարիներ առաջ տեղի ունեցած գործընթացների հետ։ Մինչ այդ Արարատ ցեմենտը վերջին 4 օրերին չէր աշխատում։ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ կապարակնքվել էին նաև նրա ընտանիքին պատկանող տարբեր ընկերություններ եւ Արարատ ցեմենտի հազարի չափ աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում, պահանջելով վերաբացել գործարանը եւ վճարել իրենց աշխատավարձը, որը եւս իրավապահների գործողությունների պատճառով հնարավոր չէր եղել վճարել։ Ցույցից հետո գործարանի դռները կապարակնքումից ազատվեցին, այն կվերագործարկվի։ Մեր նպատակը, մեր հորդորը, մեր խնդրանքը, մեր պահանջը նա է, որ գործարանը աշխատի։ 4 օր տևած դադարից հետո կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը կվերագործարկեն։ Այսօր վաղ առավոտյան ըստ էության հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ բողոքի ակցիայի։ Քիչ անց քննիչներ ու ոստիկաններ եկան, ավելի ուշ եկավ նաև էկոնոմիկայի փոխնախարարը։ Փակտորների հետևում բանակցեցին ընկերության ղեկավարների հետ։ Ավելի ուշ փոխնախարար Էդգար Զաքարյանը տեղեկացրեց, գործարանը գործարկում են, վաղվանից այն կաշխատի ամբողջ թափով։ Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավակվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի, եւ ավելի շուտ քան վաղը, բայց վաղը լրիվ ամբողջությամբ լրիվ կընկնի ռեժիմի մեջ։ Երկուշաբթի առավոտ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ու նրա առանձնատան խուզարկություններին զուգահեռ իրավապահները կապարակնքեցին նաև Հայաստանի 82-րդ ամենամեծ ընկերությունը Արարատի ցեմենտի գործարանը, ու մինչ այսօր որևէ տեղեկություն չկար, թե մինչև երբ խոշոր արդյունաբերական ընկերությունը չի գործի։ Այսօր գործարան այցելած էկոնոմիկայի փոխնախարար Զաքարյանը հայտնեց, թե գործադիրում որոշում ունեն վերսկսել արտադրությունը, չխոչընդոտելով իրավական գործընթացը։ Ընկերության շուրջ 1000 աշխատակիցներ
աշխատակիցները մինչդեռ 4 օր շարունակ տեղեկություն չունեին, ինչ է իրենց սպասվում, երբ աշխատանքի կգնան ու աշխատավարձ կստանան։ Վաղ առավոտյան նրանք պատասխաններ ստանալու պահանջով հավաքվել էին գործարանի դիմաց։ Եվ նայելով այս վիճակը շատ ցավալի է, որովհետև բոլոր ամիսները ժամանակին գումարը ստացել ենք, հաշվարկը արվել է, իսկ հիմա նայելով սենց թեկուզ հենց ինքս ինձ իմ ընտանիքին հաշվի առնելով, մենք սրանք վիճակում ենք։ Էսի անելու բան չէր։ Այսօր հուլիսի 9 է, աշխատակիցներն առայժմ իրենց աշխատավարձն էլ չեն ստացել։ Վերջին 20 տարվա ընթացքում երևի հազվագյուտ, որ վերանորոգման կամ չգիտեմ ինչի համար գործարանը կանգնել է։ Ու մենք շատ շնորհակալ ենք, ժամանակին վճարել են, ժամանակին մենք մեր աշխատավարձը ստացել ենք, հիմա թե շատ քիչ, ամեն մեկը կարողացել է իր հարցերը լուծի։ Հիմա այսօրվա դրությամբ բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ Արարատ քաղաքը գոյատևում է այս գործարանի հաշվին։ Բողոքի դուրս եկած աշխատակիցներն առավոտյան պատմում էին, իրենց ընտանիքներն ապրում են իրենց ստացած աշխատավարձերով։ Մեկը մինչև 170-ից 180 հազար դրամ է վաստակում, մյուսը փոքրինչ ավելի շատ, պարտքեր, վարկեր ունեն, ինչ են անելու հարցնում են։ Մեզ ոչինչ չի, դա քաղաքական պատճառ ունի, թե չունի, դա մեզ չի վերաբերում, կարելի ասել։ Մենք աշխատում ենք այստեղ, աշխատել ենք 35 տարուց ավել ես աշխատում եմ։ Ես երբեք խնդիր չի եղել գործարանի հետ կապված։ Փաստացի միայն այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո որոշեցին վերսկսել արտադրությունը։ Ու մինչ աշխատակիցներն այս հարցերն էին բարձրացնում, մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպառնում էր Արարատ ցեմենտի աշխատակիցներին, պնդելով, թե մեջբերեմ պատվերով գործողություններ իրականացնողները կազատվեն աշխատանքից։ Նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու մտադրության մասին։ Այսօր արդեն հայտնեց, թե այնտեղ ժամանակավոր կառավարիչ են նշանակելու, ինչ ընթացակարգով ու իրավական հիմքերով, ում եւ ինչ ժամկետներում կնշանակեն Փաշինյանը չհստակեցրեց։ Արարատ ցեմենտը անցած տարի ավելի քան 6.2 միլիարդ դրամի հարկեր է վճարել։ Այսօր ձերբակալվել է նաև Ծառուկյանի թիմակիցներից Մայր Հայաստան կուսակցության անդամ Բարգավաճ Հայաստանի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։ Դատարանը քննում է նրա կալանքի հարցը։ Նրա նկատմամբ գործ է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Արեգնազ Մանուկյանը ավելի վաղ հարցաքննվել էր Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակներում։ Մինչ այդ քննչական կոմիտեն խուզարկել էր նրա բնակարանը, ապականչել հարցաքննության որպես վկա։ ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը արդեն իսկ կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Իրավապահների պնդմամբ նա Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել օտարերկրյա գործակալի։ Խոսքը ըստ իրավապահների 2024 թվականի ապրիլին ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ նիստի մասին է։ Մանուկյանը պնդել է, որ չի հիշում մասնակցել է այդ փակ նիստին, թե ոչ, և գործը որակել է քաղաքական հետապնդում, բայց իրավապահները հենց նրան են կասկածում պետական գաղտնիքը իր կուսակցության ղեկավար Թևանյանին փոխանցելու մեջ։ Միայն կարող եմ ձեզ տեղեկացնել, որ առավոտյան ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը, ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Այս պահին դատական նիստ է նշանակված, պաշտպանության կողմի նյութերը տրամադրվել են, մենք ամբողջությամբ տիրապետում ենք նյութերին եւ արդեն դատական նիստին արդյունքներով կկարողանանք նաև ձեզ տեղեկացնել։ Բացահայտելով նախաքննության գաղտնիքը, Արեգնազ Մանուկյանը ինչ դիրքորոշում ունի, ինչ է ասում։ Արեգնազ Մանուկյանը գտնում է, որ մեղադրանքը լրիվ անհեթեթ մեղադրանք է եւ իր դիտարկումներ ունի քաղաքական հետապնդման էլեմենտների առկայության վերաբերյալ։ Երկու ամսով կալանք են ուզել, նա ունի անչափահաս երեխա, երկու երեխա, որից մեկը անչափահաս, այս հանգամանքը կարող է հաշվի առնվել ձեր կարծիքով, դուք ինչ եք խնդրելու իրենց։ Տեսեք, այս հանգամանքը առհասարակ բոլոր գործերով կարևոր է, որտեղ կանանց անազատության հետ կապված խափանման
նկատմամբ անազատության հետ կապված խափանամիջոց է քննարկվում եւ նաեւ վճռաբեկ դատարանն էլ իր որոշումներում արձանագրել է, որ դատարանները պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի կողմից ընդունված Բանգկոկի կանոններով եւ ուշադրություն դարձնեն այս հանգամանքին եւ կանանց նկատմամբ անազատության հետ կապված խափանամիջոցի կիրառման ընթացքում մի շարք հանգամանքներ հաշվի առնեն, այդ թվում նաեւ խնամքին անչափահաս երեխաների արկայությունը, որի պարագայում մենք ունենք նաեւ այլընտրանքային խափանամիջոցներ, որոնց կիրառումը կարող է իրավաչափ լինել։ Եվ մոտ 1 ամիս առաջ երբ նրան կանչել էին հարցաքննության, որպես վկա, եթե դուք եք այդ ժամանակ իր փաստաբանը, կհիշեցնեք, թե օրինակ ինչ արգրավեցին խոզարկության արդյունքում, անկախ նրանից առնչվում էր գործին, թե ոչ։ Կոնկրետ ինչ են արգրավել չեմ կարող ասել, կարող եմ միայն փաստել, որ այդ գործողությունները վարութային եղել են։ Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի կեսից ավելին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք այս ուժը, որ արդեն հայտարարել է մանդատները վերցնելու մասին, այսպես ասենք մաքրում է ցուցակը ինչ-որ պահի մանդատները վայր դնելու որոշման հնարավոր տապալումը կանխելու համար։ Ընդդիմադիր ուժից այս մասով չեն մեկնաբանում, ասելով միայն, թե սա իշխանափոխության իրենց գաղտնի պլանի մի մասն է։ Հայաստան դաշինքի ցուցակում դեռ ինքնաբացարկ հայտնողներ չկան։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքից 105 թեկնածու հրաժարվել է պատգամավոր դառնալու շանսից։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընդդիմադիրների ցուցակներից այսպիսի զանգվածային դիմումներ նախկինում չեն եղել։ Խորհրդանական երկրորդ ուժի պատգամավորական ցուցակի կեսը ինչու է կրճատվում։ Դա էլ մեր գաղտնի պլանի մասերից է։ Ըստ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի, պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները իշխանափոխության գաղտնի պլանի շրջանակում են, թե կոնկրետ ինչ նպատակով փակագծեր չբացեց։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակի 199 թեկնածուից մնացել է 96-ը, պատգամավոր կդառնան 29, իսկ մյուսները հետագայում շանս կունենան, եթե նրանց նախորդող համարները հրաժարվեն մանդատներից։ Հնարավոր է գաղտնի պլանով հետագայում ընդդիմությունը մանդատները վայր դնելու ծրագիր ունի ու ցուցակը կրճատելով չեզոքացնում են վտանգները, որ չլինեն մարդիկ մանդատները վերցնեն ու տապալեն իրենց ծրագիրը։ Սամվել Կարապետյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց։ Դա գաղտնի պլանի մաս է։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ցես ցույց ենք տալիս։ Ազատության տեղեկություններով մանդատ չստացած թեկնածուների ցանկը կրճատելու տարբերակը քննարկվել է նաև ընդդիմադիր մյուս Հայաստան դաշինքում, բայց դիմումներ դեռ չկան։ Ինքնաբացարկի ժամկետը մինչև հուլիսի 20-ն է։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը օգոստոսի 2-ին, կիրակի։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Սամվել Կարապետյանը ընդդիմադիրներին համախմբելու գործընթաց է սկսել, թե ինչ փուլում է դեռ չի հրապարակում, իսկ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանը իրագործելու համար ինչի են սպասում Ռուսաստանի պատժամիջոցներին, որ ավելի կուշ գնանան ու մարդկանց փողոց կմղեն։ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Դե պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Միլիարդատեր Կարապետյանը, որ քաղաքականություն մտավ ազատությունից զրկվելուց հետո, ասում է, սպասում են Փաշինյանի ճակատագրական սխալներին, որ քայլեր անեն։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Սարուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք։ Մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Կարապետյանը տնային կալանքի տակ է, ազատությունից զրկվեց 1 տարի առաջ, երբ եկեղեցին պաշտպանեց Փաշինյանի արշավից։ Դրանից հետո նրան մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու կոչի ու փողերի լվացման համար։ Այսօր հերթական նիստներ ու դրանից առաջ Սամվել Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ընտրություններից հետո Բաքվից արտգործնախարարի մակարդակով հիշեցրել են խաղաղության պայմանագրի իրենց նախապայմանը, սահմանադրության վերանայումը։ Փաշինյանն այսօր հայտարարել է սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, իրենց քաղաքական ուժի ծրագիրը։ Արտասովոր դեպք Սյունիքում Գայլի հարձակումից 6 տուժած կա, այդ թվում երեխա, տուժածներից մեկը ծանր վիճակում է։ Իրանում ԱՄՆ հարձակումների հետևանքով 14 զոհ և տասնյակ վիրավորներ կան։ Իրանն իր հերթին հարվածել է հարևան երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Բաքվից այս անգամ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մակարդակով Հայաստանին հիշեցնում են, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանում սահմանադրությունը փոխելուց և անկախության հռչակագրին հղումը հանելուց հետո, որում հիշատակում կա Ղարաբաղի մասին։ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չեն քննարկում, բայց եւ ասել է, որ նոր սահմանադրությունը իշխող ուժի ծրագրում է։ Փաշինյանը խոսել է նաև անկլավների մասին, ընդ որում հարցը կապելով Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ Ընտրություններից հետո խոսելով անկլավների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը։ Ավելին Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որը դրված է սեղանին, եւ որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում։ 2024-ին Տավուշյան 4 գյուղերի վերադարձից հետո սակայն սահմանագծումը կանգ է առել։ 2 տարում կողմերը միայն պայմանավորվել են գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, այսինքն սկսելով Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի Տավուշյան հատվածից ավարտելով Սյունիքում։ Թե երբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։ Կողմերը նաև չեն հստակեցնում, թե անկլավների դեպքում ինչ լուծում են պատկերացնում։ Երբ որ կլինի տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արտվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Որովհետև եթե մենք ասենք, գիտեք, ինչ չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ հա ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր բանի տակ է, մեր կոնտրոլի տակ է։ Անկլավների մասին վարչապետը դեռ 5 տարի առաջ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է, սակայն Փաշինյանը կասկածի տակ էր դնում, որ դրա իրավական հիմքերը կան։ Հետագայում այսօր էլ վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։ Այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել անկլավներին։ Դելիմիտացիա process-ի սիզգեյդետինից բու Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովները աշխատում են, արդեն ունեցել ենք դրական արդյունքներ։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կքննարկվեն եւ կլուծվեն նաեւ էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը։ Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական եւ հայկական անկլավները ըստ տարբեր հաշվարկների գրեթե նույն տարածքի են։ Արցվաշենը մոտավորապես 38-ից 40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական 3 անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրն է սահմանազատվել։ Ի տարբերություն անկլավների խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանի հարցում Ջեյհուն Բայրամովն այսօր հստակ էր. Բաքուն չի ստորագրի փաստաթուղթը, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ Ադրբեջան Ermənistan tərəfində Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է հետևողական եւ սկզբունքային։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր ակնկալիքն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ լրացուցիչ խոչընդոտ չի մնա, եւ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը։
Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Երևանը դեմ չէ, քաղաքացիական պայմանագիրն անգամ նախընտրական խոստում է տվել սահմանադրական փոփոխությունների։ Ընտրությունների արդյունքներով, սակայն պարզ դարձավ, որ իշխանությունը խորհրդարանում չունի բավարար մանդատ դա նախաձեռնելու համար։ Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգը կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Թե ինչպես է հնարավոր առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության հանրաքվեի հասնել, կառավարող ուժը չի մանրամասնում։ Մի շարք սահմանադրագետներ պնդել են, որ իրավական այլ ճանապարհ չկա։ Վարչապետը Քարոզ Արշավին հայտարարում էր, որ եթե իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կսկսվի։ Արդյոք Վրաստանը սահմանից հետ է ուղարկել հայկական վարդերը, հակասական տեղեկություններ կան։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ ֆիտոսանիտարական ստուգումից հետո վրացական կողմը հետ է ուղարկել վարդերի մեծ խմբականակ։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ասում է, վրացական կողմից նման տեղեկություն չեն ստացել, թեև յուրաքանչյուր նման որոշման դեպքում իրենց պիտի տեղյակ պահեն։ Հայկական շատ ապրանքների արտահանման համար Վրաստանը տարանցիկ երկիր է, արդեն տևական ժամանակ է խնդիրներ կան Վրաստանի սահմանը հատող եւ այլ երկրներ ուղևորվող հայկական ապրանքների համար, թեև դրանք Վրաստանի տարածքում չեն իրացվում, այդ երկիրը ստուգումներ է անում եւ որոշ դեպքերում նաեւ արգելում ապրանքի հետագա շարժը։ Վրացական, ռուսական, ապա նաև հայկական մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե Վրաստանի մաքսային անցակետերում կանխվել է Հայաստանից ներկրված 22,290 հատ վարդերի ներմուծումը։ Ֆիտոսանիտարական ստուգումից հետո դրանք վերադարձվել են արտահանող երկիր։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սակայն հերքում է, թե խոսքը Հայաստանից արտահանված ծաղիկների մասին է։ Տեսչական մարմնի մամուլի խոսնական Ուշ Հարությունյանն Ազատությանն ասաց, նման դեպքերում վրացի գործընկերները պարտավոր են պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին, մինչդեռ նման ծանուցում իրենք դեռ չեն ստացել։ Առաջի հերթին, եթե նույնիսկ խնդիրներ են առաջանում, մենք դրան արձագանքել լրատվամիջոցի հրապարակման մակարդակում չենք կարող, քանի դեռ տվյալ երկրից պաշտոնապես տեղեկություն չենք ստացել, որ այսպիսի խնդիր է առաջացել։ Վրաստանի հեղինակավոր բիզնես եւ տնտեսական լրատվամիջոցներից մեկը Business Media Georgian հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայությանը գրել է Սադախլո ավտոմոբիլային եւ Նինոցմինդա մաքսային անցակետերում է բուսասանիտարական հսկողություն իրականացվել ու պարզվել, որ ծաղիկները չեն համապատասխանում Վրաստանի բուսասանիտարական պահանջներին։ Մասնավորապես բույսերի վրա հայտնաբերվել են վնասատու միջատներ, ինչի հետևանքով ամբողջ խմբականակը վերադարձվել է արտահանվող երկիր։ Այս լրատվամիջոցը սակայն չի նշում, թե որ երկրից է ներմուծվել վերադարձված ծաղիկների խմբականակը։ Փոխարենը հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը գրել է 2026-ի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում աճել են ծաղիկների ներմուծման տվյալները։ Ըստ նույն աղբյուրի Վրաստանի ծաղիկների ամենախոշոր մատակարարն Էկվադորն է, երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդ տեղում Նիդերլանդները։ Սադախլո, Նինոցմինդա ավտոմոբիլային անցակետերն բավականին իրարից հեռու տարբեր անցակետեր են, որտեղից են այս ինֆորմացիան վերցրել եւ ընդհանուր ինչ-որ թիվ են հրապարակում։ Իդեպ դեպի Վրաստան այս քանակությամբ ծաղիկ մեր միջոցով ամենայն դեպս չի անցել։ Նկատի ունեք Հայաստանի սահմանով։ Այո, Հայաստանի սահմանով այսքան ծաղիկ դեպի այդ երկիր չի անցել եւ այս պահին էլ մենք որ ծաղիկները խնդիր ունեն, սահմանին կանխվել են, ետ են վերադարձվել եւ այլն, նաեւ այդ ինֆորմացիան չունեն։ Ամենայն դեպս եթե ետ են եկել դեպի մեր սահման, որ մեր սահմանում այդ խնդիրը պիտի առաջանա, մենք պիտի տեսնենք։ Որ Վրաստանի սահմանին մի բան այն չէ, օրերս Ազատությանը դիմաց բեռնափոխադրող Ալեքսանն էր պատմել։ Հայկական կոնյակը Վրաստանի սահմանով Լեհաստան տանելիս վրացի մաքսավորներն իր բեռնատարն ուղարկել էին Գեզի մաքսային տերմինալ։ 2 օր շարունակ կանգնեցրել, հետո մի քանի շիշ վերցրել փորձաքննության համար ու անգամ դրանց պատասխանին չսպասելով թույլ էին տվել հատել սահմանը։ Խնդիրներ կան, դե հիմա իմ խնդիրը փաստ էր։ Ինչ է էլի մեքենաներ կային, էլի հայկական խմիչք կոնյակով տարբեր ոգելից
խմիչքներով, որոնք տարբեր երկրների էին գնում։ Ու բոլորն էլ հայտնվել էին էլի գեզիում։ Ալեքսանն ու հայկական ալկոհոլային խմիչքներ արտահանող հազարավոր այլ բեռնափոխադրողներ նման իրավիճակի բախվել էին նաև նախորդ տարի։ Դեպի Ռուսաստան ուղևորվող բեռնատարներն օրերով կանգնում էին Գեզի մաքսակետի տերմինալում, մինչ վրացական կողմը ստուգումներ էր իրականացնում։ Վրացական իշխանությունները պնդում էին, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունենում ու դրանք սովորական մաքսային ստուգումներ են։ Մինչդեռ արտահանողները հայտարարում էին, այդ ձգձգումների հետևանքով ֆինանսական վնասներ են կրել եւ չեն կարողացել ժամանակին կատարել իրենց գործընկերների հետ ստանձնած պայմանավորվածությունները։ Ալեքսանի կարծիքով Վրաստանը թե նախորդ տարի եւ թե հիմա փորձելու է խոչընդոտել հայկական արտադրանքն իր տարածքով այլ երկրների շուկաներ հասցնելուն։ Իմ կարծիքով Վրաստանը միշտ խոչընդոտ է լինելու, ես չգիտեմ, միգուցե այստեղ ինչ-որ խանդի տեսարան կա։ Այս ուղղությունը դեպի ԵՄ ես հա չեմ տենում ինչ-որ հարցի փրկություն։ Երբևիցե նա չի փոխարինելու ռուսական շուկային։ Երկու օր ուշանալուց հետո նրան միայն այսօր է հաջողվել բեռնատարով նավ բարձրանալ, ընդ որում հավելյալ վճարով։ Հավելյալ գումարներով բանով խցկվեցինք։ Հիմա Սևծովի վրա է։ Կառավարության այսօրվա նիստում այս թեման չքննարկվեց, բայց արտահանողներին հատկացվելիք սուբսիդիայի մասին խոսվեց։ Հունիսին Հայաստանից արտահանված հայկական գյուղմթերքի եւ սննդամթերքի համար կառավարությունն արտահանողներին շուրջ 3 միլիարդ 140 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որպես օրինակ Ծիրանի արտահանման թվերից խոսեց։ Եթե հունիս ամսվա համար մոտ 3000 տոննա էր, 2950, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5405 տոննայի ենք հասել։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով հունիսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված հանքային ջուր եւ 230,000 լիտր շշալցված խաղողի գինի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երբ հայկական արտադրանքը մտնի Եվրամիության կամ բարձր ստանդարտներ ունեցող այլ շուկաներ, պետությունը կշարունակի աջակցությունը, փոխհատուցելով նաև մաքսատուրքերը։ Ես կարծում եմ, որ ոնց որ լիզինգի ծրագիրը արեցինք, սա հիմա որոշ ժամանակ անց մոնիտորինգի արդյունքներով մենք իմ կարծիքով այս գործիքները կսարքենք մշտական գործով, ոչ այս չափերով, ոչ այս ապրանքատեսակներով, բայց այն քննարկումները, որ հիմա կա հեռանկար ունեցող արտադրանքի համար, ես վստահ եմ, որ մենք կներկայացնենք մի առաջարկություն, որպեսզի հեռանկար ունեցող արտահանման, հեռանկար ունեցող ապրանքների համար պերմանենտ գործի։ Արդյոք Վրաստանը խոչընդոտում է հայկական, հատկապես փոքր եւ միջին արտահանող ընկերությունների բեռնափոխադրումներն իր տարածքով։ Պետական կառույցները չեն պարզաբանում։ Օրերս էկոնոմիկայի նախարարությունից Ազատությանը հորդորեցին այս հարցով դիմել արտաքին գործերի նախարարություն։ Այնտեղից էլ խոստացան պատասխանել, բայց դեռ արձագանք չկա։ Իրանում Միացյալ Նահանգների երեկվա եւ այս գիշերվա հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 78-ը, հաղորդում են պետական լրատվամիջոցները։ Ֆարսը հայտնել է, որ ամերիկյան զինուժի հարվածներից մեկը թիրախավորել է երկաթուղային կամուրջը, որը օգտագործվում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ առևտրի համար։ Այսօր առավոտյան մի քանի պայթյուններ են լսվել Բուշեր նահանգում, որտեղ տեղակայված է Իրանի ատոմակայանը, ինչպես նաև Բանդար Աբասում Հորմուզի նեղուցի նավահանգստային քաղաքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սա հատուցում է Իրանի կողմից ռմբակոծված նավերի դիմաց։ Իրանի բանակը հայտարարել է, թե ի պատասխան հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան Փետրիոտ համակարգերին, Քաթարում ամերիկյան հենակետերին եւ Բահրեյնում ԱՄՆ բանակի վառելիքի պահեստին։ Ստամբուլի Սկյուտար շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մեկ անձ մուտք գործելով գերեզմանատուն վնասել է 6 դամբարան եւ 1 աղբյուր, փոխանցում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Դեպքը խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելի դամբարանները գտնվում են սույն գերեզմանատանը, ասված է հաղորդագրությունում։ Թաղային խորհուրդը դիմել է ոստիկանություն, իսկ պատրիարքությունն ասում է, որ հետևում է իրադարձություններին եւ հույս հայտնում, որ իրագործողը, հանցագործը կհանձնվի արդարադատությանը։ Վերադառնանք Հայաստան Սյունիքում Գորիսում արտասովոր դեպք է տեղի ունեցել, Քարահունջից մինչև Այգեստան գայլի հարձակումներից 6 հոգի է տուժել, այդ թվում եւ երեխա։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Հայտնի չէ գայլը մեկն է եղել, թե մի քանիսն էին, բայց հիմա փրկարարներն ու էկոպարերկները տարածքն են սանրում։
Երեքամյա փոքրիկը Գորիսի իրենց տան բակում խաղալիս է եղել, երբ հարձակվել է գայլը։ Տանը ասենք զբաղված է գործում, երեխան միշտ ասենք բակում խաղում է իր համար մեքենայով։ Ով կպատկերացներ, որ կարող է բան լինի։ Երեխեքից ձեներս դուրս եկան, տեսա մեր ժողովուրդը դրանց չի, որ երեխան մենակ էր դրսում, ասենք թաղամասի բոլոր ժողովուրդը դրսում էին։ Այդ պահին երևի միանգամից իջելա ու ինքը դեմն ա եղել, միանգամից իր վրա է հարձակվել։ Ու այսպես էս վիճակին եկել ենք ասել հիվանդանոց։ Տղայի դեմքը ականջը վիրակապերի մեջ են, նա գայլի հարձակումից միակ տուժածը չէ։ Երեկ երեկոյան Գորիսի հիվանդանոցը գիշատչի ժանիքների տակ ընկած եւս 5 հոգու է ընդունել։ Ժամը 18-ի սահմաններում շտապ օգնությունը տեղափոխել է բժշկական կենտրոն անհետաձգելի բաժանմունք, գայլի կծած վերքերով ծանր վիճակում մեկ պացիենտի։ Շտապ օգնության մեքենայով առաջինը հիվանդանոց հասած 72-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Գայլը նրա դեմքի նույնիսկ ոսկրերն է վնասել, հոշոտել փափուկ հյուսվածքները։ Տեղափոխել ենք Երևանի բժշկական կենտրոն, որովհետև այնտեղ դեմքի խոշոր նյարդերի վնասումն է, մեր մոտ վիրահատական միջամտություն արել է դիմացոնոտային վիրաբույժը, նույն վերքերը նորից կարել ծանր էր բավական վիճակը։ Դեմքից որ կծել է ոսկրեր, բաներ կոտրատվել է այդպես դեմքի ծորին ծնոտի ու պոկել է, այդից կտորեր պոկել, կծեր պոկել է էլի։ Երևանի բուժկենտրոնում նրան նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություն է սպասվում։ Գորիսի բուժկենտրոնի փոխտնօրենի տեղեկացմամբ ծանր վնասվածքներով այս տղամարդուց հետո իրենց մեքենաներով Գորիսի հիվանդանոց են հասել մյուս տուժածները, մարմնի տարբեր հատվածների արյունահոսող վերքերով։ Բոլորը նույնն են ասել՝ գայլեր։ Մեկի վիճակը միջին ծանրության է, ելի բազմակի վնասվածքներ ունի, իսկ մյուս 4-ի վիճակը թեթև են։ Մեր կողմից անմիջապես մոբիլիզացվեց ողջ անձնակազմը, համապատասխան մասնագետները, կարվել են բոլորի վերքերը։ Քարահունջ բնակավայրից մինչև Գորիսի Այգեստան թաղամասը տուժածների սա է եղել գայլի թե գայլերի երթուղին։ Խոսում են, որ տարածքում 3 գայլ է պտտվել, բայց բոլորը միայն մեկին են տեսել, նույնին թե տարբեր են, հայտնի չէ։ 3 հատ գայլ են եղել, գնացել են Օրճանգն անկել հարձակվելա վրա։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած այս տղամարդուն գայլը վրա է հասել Քարահունջի իր տան բակում, որդին Բահով մոտակայքում է եղել, այդպես փրկվել է։ Տղաս ասես պապ գայլա։ Այդ մոմենտը ես ձեռքս գցեցի գաբերանը, որ գաբերանը ես ինգա փոսը։ Նորից հարձակվի ինձ վրա, նորից ես ձեռքս տղա, նորից մտա բերանը։ Տղաս մի քանի անգամ լապատկով խփեց գլխին։ Գորիսի հիվանդանոցի փոխտնօրենի տեղեկացմամբ այսօր արդեն գայլի հարձակումից տուժած 5 քաղաքացիներ, փոքրիկը նույնպես վիրակապերով տուն են գնացել, բայց դեռ բժիշկների հսկողության տակ կլինեն։ Ստացել ու դեռ էլի են ստանալու կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ։ Փոխտնօրեն Հարությունյանը, որ ավելի քան 30 տարի Գորիսի հիվանդանոցում է աշխատում, գայլի հարձակում մարդու վրա չի հիշում։ Այսպիսի դեպք չի մտաբերում նաև Կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մամիկոն Ղասաբյանը։ Նա տասնամյակներ ողնաշարավոր գիշատիչներին գայլերին է ուսումնասիրում։ Ինչու են այս գազանները բնակավայրեր ու մարդկանց հասել։ Ինչ պրոբլեմ կա այդ գայլի հետ։ Կամ իրան վտարել են, ինքը մենակա մնացել, ու մենակ չի կարող որսանի, այս այդ նույն ոչխարներին մենակ գայլը չի կարող բանանի։ Ուրիշ բան ունի կարա շուն, բռնի շուն ուտի։ Դրա համար մոտիկանում են գյուղերին, գյուղերից են փախցնում իրանց ուտելիքը։ Միայնակ գայլն արդեն իսկ խնդրահարույց է, ասում է մասնագետը, նա կամ ծեր է ու վտարվել է ոհմակից։ Ատամները մաշված, ինքը որ չի կարողանի, իրան խմբից վտարում են, ինքը առանձին է ման գալիս։ Կարող է նաև վտարված երիտասարդ արու լինել։ Ղասաբյանը բացատրում է այս վտարված միայնակ գայլերը որս անել չեն կարող, ոչխարների հոտին միայնակ մոտենալ չեն կարող, մնում են շները, հավերը, մարդիկ։ Տեսանյութում պատկերված այս գայլը, որ սուրում է Գորիսի փողոցներով, ծեր չէ։ Մասնագետը չի բացառում, որ թե այս գայլը, թե մյուսները, որ հարձակվել են մարդկանց վրա, կատաղության վիրուս ունենան։ Սա վտանգավոր վարակիչ վիրուս է։ Վտանգավոր գիշատիչները Գորիսից, Քարահունջից հեռացել են, թե շարունակում են որս փնտրել։ Հայտնի է միայն այն, որ մի գայլ 3 վնասազերծվել է, մյուսները որոնվում են։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումը վաղը ժամը 8-ին է։